Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում երկուամյա Տիգրանի անհետացման օրը։ Քննարկեցինք, որ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցենք ներքին գործերի նախարարության գործընկերներին, ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից։ Անգամ ամենաբարձր որակի 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որ չէին բացառում հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային, կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չի լինի, սակայն մենք համարեցինք, եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք անկախ նրանից հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ վերջին 7-8 օրերի ընթացքում միջազգային առաջատար ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել։ Ցավոք, վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, իսկ երեխան անհետացել է մայիսի 4-ից։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում գուցե այլ ընկերությունների մոտ կարող են լինել տվյալ օրերի լուսանկարներ, ուզում եմ վստահեցնել, արվում է առավելագույնը, նշել է Հայրապետյանը։ Նախարարն ասաց, որ մանկահասակ երեխաների պարագայում չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը։ Երկուամյա Տիգրանի անհետացման պատմությունը միավորել է ողջ հանրությանը։ Անտարբեր չի մնացել ոչ ոք, ոչ հանրային դեմքերը, ոչ հասարակ քաղաքացիները, ամեն ոք իր ձևով է ապրում այս ցավը աղոթքով, հույսով, գրառմամբ կամ օգնությամբ որոնումներին։ Սոցիալական ցանցերը բողոքված են մեկ աղոթքով՝ թող գտնվի Տիգրանը ողջ ու առողջ։ Դեպքին իր հույզերով արձագանքել է նաև դերասանուհի Անահիտ Մանուկյանը։ Նա գրել է. Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով, այն ինչ անբացատրելի է մարդու կողմից կբացատրվի Աստծո գործով ու ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին թող վերջապես լույս գա։ Չգիտեմ ինչի այսօր էմոցիաներս պիկին հասան, ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթք խնդրանք հղենք Աստծուն, հրաշքներ լինում են։ Ծառայողներից մինչև կամավորներ, օր ու գիշեր թափած ամեն կաթիլ քրտինքի, հույսի ու որոնողական աշխատանքների համար իրենց օրհնությունն ու ուժը կստանան, վստահ եմ, գրել է դերասանուհին։ Նրա այս խոսքերը խորապես հուզել են հետևորդներին։ Մեկը գրել է. Տիգրանը հիմա բոլորիս երեխան է, մենք բոլորս նրա կողքին ենք, իսկ մյուսը աղոթում եմ ու միայն հրաշքի եմ սպասում, համայն ցավի, հույսի և համախմբման մեջ մարդիկ սպասում են մեկ բանի՝ Տիգրանի վերադարձին։ Նշենք, որ մայիսի 12-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհայտ կորած համարվող երկուամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքներին ներգրաված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից։ Որոնողական աշխատանքներին են միացել բազմաթիվ կամավորներ, տարբեր վարկածներ են շրջանառվում, երեխայի ծնողները կասկածում են, որ երեխան հնարավոր է գետն ընկած լինի։ Արդեն 8 օր է հարազատները, փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները որոնում են երկուամյա Տիգրանին։ Փոքրիկը կորել էր անցած կիրակի, մինչև այս պահը նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կասկած կա, որ երեխան անզգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարիկ գետը։ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերում խողովակներն ու մեծ քարերը։ Գետի երկայնքով մինչև աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում որոնողափրկարարական աշխատանքին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, ջրափրկարարներ, կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ, գյուղի և հարակից համայնքների բնակիչներ։ Նշենք նաև, որ 3 Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին ներկա էին նաև Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։ Նշենք նաև, որ երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։ Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև
Բազմաթիվ կամավորականներ, այդ թվում ռաֆտինգին Արմենիայի և Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի մեծ թվով անդամներ, տեղեկացրել է Շամշյան.com-ը։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքներն անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում, նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում։ Ռաֆտինգին Արմենիայի և Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի անդամները վտանգում են իրենց կյանքը։ Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։ Մոտ մի քանի կիլոմետր երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանները շարունակում էին որոնողական աշխատանքները և ոչ միայն հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակն էր մասնակցում, ով ի դեպ մի քանի անգամ Մարմարի գետի երբեմն ավելի վտանգավոր տեղանքներում էր որոնողական աշխատանքներ կատարել, այնպես էլ Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը։ Ջրասուզակների աշխատանքը բավականին լարված ու վտանգավոր էր, քանի որ գետը որոշ հատվածներում բավականին վարար էր ու մեծ դժվարություններով էին ջրասուզակներն այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարում։ Այս պահին էլ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։